Բուժման սկսել եմ օգտագործել 2000 թվականից, կորցրել էի ընտանիքս, երեխաներիս, հարազատներից, ոչ մեկ էլ սենց ասած հաշվի տակ չէր առնում, ոնց որ դու լինեիր միայնակ, որոշեցի փոխեմ կյանքս եւ վերադարձնեմ բոլոր իմ հարազատներին։ Վարդանը կախվածությունների բուժման ազգային կենտրոնում մետադոնային բուժում է ստանում, որպեսզի ձերբազատվի թմրանյութի կախվածությունից։ Պատմում է. թմրանյութի օգտագործման պատճառով շատ բան է կորցրել, բայց իր մեջ ուժ է գտել եւ որոշել պայքարել կախվածության դեմ, դուրս գալ ճահճից։ Ով էլ որ սկսե օգտագործել, կխնդրեմ թարգել ոչ մի դեպքում մոտիկ չգնալ այդ անիծված երևույթին։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է 7800 անձ։ Սա 2024 թվականի վերջին տվյալներով։ Կենտրոնում նշում են, դիմողների թիվը ավելացել է։ 2023 թվականին թմրանյութ գործածող անձանց թվականակը մոտ 7700 էր, 2024 թվականի դրությամբ 7800-ի սահմաններում։ Իհարկե այդ տվյալները, որ այս պայմանությամբ ես ներկայացնում եմ, չեն կարող արտացոլել իրական իրավիճակը մեր երկրում, որը որ իրական թվերը մի քանի անգամ գերազանցում են գործածողների։ Միանշանակ կարող եմ նշել, որ ունենք բավականին աճ թմրանյութ գործածողների շրջանում, նաև երիտասարդացում։ Բուժումը կենտրոնում անվճար է, բայց անձը եւ նրա շրջապատը հետեւողական պիտի լինեն, որ բուժման կուրսն ավարտելուց հետո կրկին թակարդը չընկնի։ Անհրաժեշտ է նաև հոգեբանի, երբեմն հոգեբույժի հետ աշխատանք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բուժումը անվճար է, այսինքն պետական պատվերի շրջանակներում։ Բուժման տևողությունը անհատական է, կապված է շատ ֆակտորների առկայությունից, սկսենք նրանից, թե մենք տվյալ ինչ նյութի մասն է խոսքը գնում, ինչ նյութով է պայմանավորված կախվածությունը տվյալ անձի մոտ եւ անհատական իհարկե տարիքը կապ ունի, որքան ժամանակ է գործածում, ինչ եղանակով է գործածում եւ այլն։ Բուժման տևողությունը տատանվում է մոտավորապես 7 օրից մինչև 1 ամիս ձգվել, իսկ մետադոնային փոխարինող բուժումը ունի որոշակի ժամանակային սահմանափակումներ։ Թմրամոլության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է թմրանյութերի շրջանառության դեմն առնել։ Միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2571 դեպք, որից 1323-ը իրացման, սակայն իրական չբացահայտված շրջանառությունը ավելին է։ Հիմա իրացումը հիմնականում կատարվում է համացանցի Տելեգրամի միջոցով։ Թմրանյութը սկսվել է տարածվել անգամ դպրոցներում։ Մխչյանի դպրոցը օրինակ։ Աննա Հայրյան, Ջանիբեկ Խաչատրյան, Front TV։